Գինեսի բազմակի ռեկորդակիր Յուրի Սաքունցը փրկարարի օրը համալրեց իր ռեկորդների շարքը։ Յուրի Սաքունցը մարզիկ է, որի անունը վաղուց է ընդգրկվել սպորտի պատմության էջերում։ Ով է այն միակը, ով ոգեշնչում է մարզիկին ամեն անգամ նոր ռեկորդներ գրանցելու մեջ, ինչի մասին է երազում, ինչը երբեք չի ների, ինչից է ամենաշատը վախենում, ինչ նոր, անհավանական թվացող ռեկորդ է սպասվում հայազգին, եւ երբ կավարտի իր հաղթական կարիերան մարզիկը անկեղծացել է անձամբ Յուրի Սաքունցը իրավունք TV-ի տաղավարում։ Թե ինչ է կատարվում մարզիկի հետ կադրից դուրս, ինչպես է հաղթահարում անհաղթահարլին, պատմում է նրա ընկերն ու գործընկերը։ Բարի լույս, շնորհակալ եմ հյուրընկալելու համար։ Այո, ես մանկուց զբաղվում եմ սպորտով, 20 տարուց ավել արդեն զբաղվում եմ սպորտով եւ իմ առաջ քայլերը արել եմ իմ հայրիկի մոտ, ով բշամարտ էր մարզում։ Ես ի սկզբանե պարապել եմ ազատ ոճին բշամարտով։ Այնուհետև տարիների ընթացքում փոխել եմ արդեն իմ սպորտաձևերը, ուժային երամարտ եմ պարապել, դարձել եմ աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն։ Այնուհետև դրա հետ մեկտեղ արդեն պարապել եմ mass wrestling, դա ուժային բշամարտ է կոչվում, իսկ միջազգային mass wrestling, որտեղ դարձել եմ աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն։ Ռեկորդներով արդեն զբաղվել եմ 16 տարեկանից, իսկ արդեն 6 տարի է պրոֆեսիոնալ բռնցքամարտով եմ զբաղվում, նշեմ, որ արդեն պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն եմ դարձել մի քանի վարկածներով, Գինեսի ռեկորդակիր, աշխարհի, Եվրոպայի, Հայաստանի ռեկորդակիր եմ բազմաթիվ անգամներ դարձել։ Պարոն Սաքունց, խոսենք ձեր առաջին ռեկորդի մասին, որը ըստ էության դարձավ ճակատագրական հետագա ձեր գործունեության համար։ Այո, առաջին ռեկորդը դա կասեմ էլի 16 տարեկան է, երբ պատահական հեռուստատեսությամբ տեսա, որ գերմանացի մարզիկը ռեկորդ է սահմանում, հետաքրքրեց ինձ ռեկորդն է սահմանել։ Այդ ժամանակ ես մշամարտիկ էի, բայց հետաքրքրեց, որ մեծ շոու էր։ Մարզիկը 3 հատ ֆուտբոլի գնդակների վրա հենում ծառում վարժությունը, այսպես ժիմ էր անում 1 րոպեում 47 անգամ, ամեն ձեռի տակ գնդակ եւ 2 ոտքը մի գնդակի վրա։ Մեկ ամիս մարզվելուց հետո արդեն սահմանեցի ռեկորդը, շրջանցեցի գերմանացի մարզիկին, 1 րոպեում կատարեցի 53 անգամ։ Ու դա է եղել սկիզբը իմ ռեկորդների, այնուհետև մարզումներ եմ իրականացրել եւ ճկույտ մատով քաշել եմ 3 տոննա քաշ ունեցող մեքենա, դա իմ առաջի տենց ծանր առարական էր, որ տեղաշարժում էի 3 տոննա։ Դրանից հետո արդեն ծառայության ժամանակ ես սարել եմ հայոց բանակում եւ ծառայության ժամանակ միանգամից 3 ռեկորդ եմ սահմանել 2 տարվա ընթացքում։ Առաջին ռեկորդը ճկույտ մատով 4 մեքենայից կազմաշարժություն, 4 մեքենայի շարժություն եմ քաշել 12 տոննա ընդհանուր քաշով։ Ձեռքերի վրա քայլելով, ատամներով բռնած ճոպանը 3 տոննա քաշ ունեցող մեքենա եմ քաշել, պատկերացնում եք ձեռքերի վրա քայլելով։ Եվ այդ նույն գնդակների վրա ժիմը, հենում ծառում վարժությունը բանակում արել եմ արդեն 1 րոպեում 80 անգամ, պատկերացնում եք կարելի ասել մի վայրկյան 2 անգամ ժիմ եմ կատարել։ Ու տենց 20-ից ավել ռեկորդներ ունեմ արդեն սահմանած։ Ըստ էության ձեր բեկումնային, այսպես ասած, գործունեությունը սկսվեց 16 տարեկանից, բայց կարծում եմ ձեր հետևորդներին կհետաքրքրի, թե ինչ էր երազում պատանի Յուրին եւ արդյոք առհասարակ մտքի ծայրով անցնում էր, որ արդեն հասուն տարիքում կունենա այսքան մեծ ճանաչում։ Շատ լավ հարցրեցին, շնորհակալություն։ Իրականում ես միշտ ուզեցել եմ իհարկե լավ սպորտսմեն լինեմ, որովհետև ընտրել եմ այդ ուղին, կյանքս եմ դրել ես այդ սպորտի մեջ իրականում ասեմ։ Սպորտը դա շատ դաժան, պատերազմ է, թե ինքդ քո հետ, հակառակորդի հետ։ Այն որ սկսած թե ֆիզիկական ծանրաբեռնված մարզումներից, հոգեկան, հոգեբանորեն տանջանքներից եւ վերջացած նյութական ֆինանսական խնդիրներից ես ուզեցել եմ դառնամ լավ ըմբշամարտիկ։ Ես եթե անկեղծ ասեմ, չեմ սիրել բառը ըմբշամարտը չեմ սիրել, բայց որ հայրս այդ ուղով էր գնում, ոնց որ ինձ էլ տարավ, ես այդ ուղով շարունակեցի, այդ ուղով սկսեցի, նաեւ շարունակեցի։ Բայց միշտ սիրել եմ բոքսը, բայց քանի որ մեր քաղաքում չկար այդ ժամանակ բռնցքամարտի մարզադպրոց, կար ընդհանրապես ձյուդոյի եւ բարբայի մշամարտի դպրոցներ,
Դες գնացինք Բարբայի, հետո արդեն որ հասունացանք, մեծացանք, փոխեցինք արդեն մեր սպորտաձևերը, մեր զբաղվեցինք մեր սիրած սպորտաձևով։ Ու միշտ ուզեցել եմ, այո, լավ մարզիկ դառնամ, առաջինը շարունակեմ իմ հայրիկի գործը, իմ հայրիկը նույնպես եղել է լավ մշամարտիկ, սովետական միության մի քանի անգամ չեմպիոն, Հայաստանի մի քանի անգամ չեմպիոն։ Միշտ ուզեցել եմ, որ կրկնօրինակ եմ առաջինը, դառնամ լավ մարզիկ եւ ամենակարևոր բանն է, որ մեր երկիրը լավ ներկայացնենք, իմ երկիրը լավ ներկայացնեմ։ Միշտ որ գնում եմ դուրս մրցումների, դա մի հատ մեծ պատիվ է, որ դու գիտես, դու մենակով, մեկ հոգով մի երկիր ես ներկայացնում ու մի երկիր, մի ամբողջ ազգ ես ներկայացնում, դա համ պատասխանատվություն է մեծ եւ նաեւ դա շատ պատիվ է էլի ինձ։ Դուք ձեր խոսքում շատ կարևոր միտք արտահայտեցիք, որ սպորտը դա պատերազմ է ինքդ քեզ հետ եւ բնականաբար ցանկացած նոր ռեկորդ սահմանելիս ներքին, այսպես ասած, պատերազմի մեջ եք մտնում ինքներդ ձեզ հետ։ Ինչպես եք կարողանում այդ պատերազմները հաղթահարել։ Այո, պատերազմները հաղթահարում ենք միայն մի ձև, դա Աստծո հաջողությունն է, հավատը առ Աստված։ Պատասպարվում ենք Աստծո թագավորությամբ ու անում ենք այն ինչ որ անհնարին է։ Դա է միակ պատճառը։ Դա է միակ հիմքը։ Ու բոլոր գործերը անելուց առաջ միշտ հավատ առ Աստված ու գիտենք որ լավ է լինելու։ Ինչպես ասում է, եթե մի հատիկի չափ հավատ ունենանք, չէ, այն սարը կդառնա, հիմա հավատն ամենակարևորը, հավատ ենք ունենում, գնում ենք մեր գործի հետևից։ Դե պատկերացրեք, ես կշռում եմ 65 կիլոգրամ ու իմ վերջի ռեկորդներից 65000 կիլոգրամ քաշ ունեցող մետրոպոլիտեն 2 մետրոյի վագոն եմ քաշել։ Դա այն է, ինչ որ ունես հավատ, Աստծո զորությունը, Աստծո հաջողությունը։ Պարոն Սաքունց, ցանկացած մարզիկ, հատկապես միջազգային ճանաչում ունեցող մարզիկ, իդեմստես ունենում են նաև իրենց կարիերայում ձախողումներ եւ ոմանք այդ ձախողումները նոր հաղթանակի սկիզբ են համարում, նոր մենամարտի սկիզբ, ոմանց էլ այդ ձախողումները պարզապես կոտրում են։ Կուզենամ խոսել ձախողումների մասին։ Արդյոք ունեցել եք ձախողումներ, եթե այո, ապա ինչպես եք կարողացել կրկին վեր կանգնել եւ նորից շարունակել ձեր հաղթական կարիերան։ Այո, ձախողումներ շատ են եղել, իրականում շատ ու դա եղել են ինչպես որ ֆիզիկապես չեմ կարողացել մասնակցեմ, եղել են շատ ու շատ մրցաշարեր, որտեղ որ պարտվել եմ, հոգեբանորեն շատ ծանր տրավմաներ եմ տարել, վնասվածքներ եմ տարել, իրականում դա է եղել։ Ձախողում եղել է, որ ֆիզիկապես ես պատրաստ չեմ եղել, ձախողում եղել է, որ վնասվածքներ եմ ստացել, որոնք որ խանգարել են, իսկ կարելի ասել այն գլխավոր ձախողումներից գիտեք որն է, գլխավոր ձախողումը, որ ֆինանսապես դու չես կարողանում հասնես քո մրցաշարին, հասնես քո առավելագույն մարզավիճակին, դա ամենավատ ձախողումն է, որ դու մարզասրահում մարզվում ես, գիտես որ պատրաստվում ես շատ կարևոր մրցաշարի ու չկա համապատասխան գումարը, որպեսզի դու կարողանաս գնաս, մեկնես ու վճարներ պատրաստվել, դա ամենամեծ ձախողումն է, դրա համար հոգեբանորեն մի հատ մեծ տրավմա է, պատրաստվում ես, չգիտես, պարապես, տեխնիկա սովորես, ֆիզիկապես զարգանաս, թե այդ բանը մտածում ես, բայց փողը որ դու շարունել, այդ գումարը որ դու շարունել, մի քիչ բարդ է։ Իրական կողից շատ հեշտ են նայում մարդիկ։ Կողից դե գիտեն հալածի ուղղ էլի, սպորտսմենները քար են, Նյուրի կաթվածանը ուտում են ու այդ պարապում են, կրում են մրցումները ու տենց շատ մարդիկ էլ ինձ տենց են ասում, հա դե ինչ է էլի։ Պարապում եք սաղորը ինչ եք անում, հաց ուտում եք, պարապում եք, բայց իրականում դա շատ բարդ է, սկսած դիետաներից, սկսած վիտամիններից, այն որ սովորական մարդը այդքան հաստատ դեղ չի խմում, ինչքան որ մարզիկները։ Դեղ ասվածը դա վիտամինների մասն է խոսքը գնում, վերականգնողական, չգիտեմ։ Ամեն ինչ էլի շատ բարդ է ու մարզիկները դա նուրբ մարդիկ են։ Շատ նուրբ մարդիկ են, որոնք որ կարա սովորական ցրտից միանգամից հիվանդանան ու պետքա մենք մեզ շատ ուշադիր նայենք, որովհետև նորից եմ ասում, ամենակարևորն է, որ մենք երկին ենք ներկայացնում ու պետքա խուսափենք վնասվածքներից, մրսելուց, հիվանդանալուց, չէ որ մի հատ մեծ պատասխանատվություն կա մեր վզին։ Ու քանի որ եկել ապա ես կուզենամ բարևեմ իմ ընկերներին, իմ ընկերոջ Արաբոյի Սարգսին, ով միշտ ինձ աջակցում է,
որպեսզի հավուր պատշաճի իմ երկիրը լավ ներկայացնեմ, ֆինանսապես, նյութապես, հոգեպես, միշտ իմ կողքին ա, որպեսզի լավ ներկայացնեմ, քանի որ էլի կասեմ, բոլոր իմ միջոցառումները դա մեծ ծախսերի մասին են խոսքը գնում, էլի իրական ես չունեմ պետությունից ոչ մի ձևի ֆինանսապես աջակցություն, ու դրա համար կան իմ ընկերները, ովքեր որ ինձ օգնում են, որպեսզի մեր երկիրը լավ ներկայացնենք։ Դա 1000 եւ 2000 դոլարների մասին չի խոսքը գնում, դա մեծ գումարների մասին է խոսքը գնում, էլի։ Պարոն Սաքունց, վստահ եմ, նաև գիտեմ, որ ձեզ նաև այլ երկրներից առաջարկներ են եղել, որպեսզի այլ երկրների, այլ պետությունների դրոշների տակ, այսպես ասած, պայքար մղեք։ Սպորտային, սակայն դուք հրաժարվել եք, ինչով եք պայմանավորված, ինչն է ձեզ ստիպում, այսպես ասած, փոքր բյուջեով, փոքր ռեսուրսներով, փոքր հնարավորություններով, սակայն շարունակել մնալ հայրենիքում եւ հայրենիքի պատիվը բարձր պահել, հայկական դրոշը ծածանել տարբեր միջազգային հարթակներում։ Շատ լավ հարց տվեցիք, այո։ Այդ նույն հարցը իմ բարեկամները, ընկերները տալիս են, այո, ես շատ ունեմ։ Առաջարկները շատ կան, թե Եվրոպայից եւ թե, չգիտեմ, լավ պետություններից, որտեղ որ ես էլ գիտեմ, որ նույնիսկ եթե չառաջարկեն, ես էլ գնամ, հաստատ բոլորը բացի բաց կընդունեն։ Քիչ բան չեմ թողել իմ հետևում, էլի փառք ասում, ամեն ինչը մենք փառք տանք ասում, աստուծորությամբ ամեն ինչ լինում։ Հավերժ է միայն Աստված ասում փառք տանք, մենք այսօր հիմա մեզ գիտեն 10 տարուց էլ մեզ ոչ մենք չի իմանա, բայց ես սիրում եմ իմ երկիրը, ես սիրում եմ իմ ժողովրդին, այն իմ ժողովրդի յուրաքանչյուր մեկնաբանությունը ես որ լսում եմ, ուրախանում եմ, մարդիկ ոգևորվում են, իրանց երեխաներին տալիս են մարզադպրոց, իրանց երեխաներին ուրիշ ձև են դասիրակում, իրանց երեխաները ինձ են նայում, փորձում են ինձ կրկնօրինակ են, ինպես դառնան, դա մի հատ մեծ բան է, ոնց եմ ես երեխա վաղ նայել եմ Արտուր Աբրահամ, Վիգդարշյան, չգիտեմ, դե ես այված երեխա եմ եղել, իրանց բոյերը նայել եմ ու ոգևորվել եմ։ Հիմա այդ նույն ձևը ինձ են նայում մարդիկ ոգևորում են, դա արդեն մեծ բան է իրականում, երբ որ դու կարողանում ես նույնիսկ մեկ մարդու փոխես գիտակցությունը, մեկ մարդու քո շնորհիվ, դա արդեն մեծ բան է։ Այ որ մենք բոլորը sense մտածենք, չէ, ինպես մտածեն բոլորը։ Իրա գործը լավ անի, փոխի ամեն մեկը մի հոգու, հաստատ այս վիճակը չի լինի ու ամեն ինչ լավ կլինի։ Ու ի դեպ կասեմ, եւս որ ասենք եկել ապա, կուզեմ բարևեմ արդեն Ռուսաստանից իմ ընկերոջը Սամվել Անտոնյանին, ով միշտ նույնպես իմ կողքին է, աջակցում է, որպեսզի ես իմ երկիրը լավ ներկայացնեմ, ջերմ բարևներ Սամվելին, իմ ընկերոջը։ Պարոն Սաքունց, դուք շատ կարևոր միտք կրկին հնչեցրեցիք, որ այսօր դες ճանաչում են գուցե 10 տարուց այլևս մոռացության մատնվեք եւ հաջորդ հարցը հենց դրան էր վերաբերվում առհասարակ ցանկացած կարիերայի գագաթնակետին պետք է ժամանակին կարողանալ այդ հաղթական հարթակից պատվով իջնել։ Ունեք դուք ձեզ համար որոշում, թե երբ եւ որ ռեկորդը սահմանելուց հետո այլևս պատվով հրաժեշտ կտակ, այսպես ասած, ռեկորդային կարիերային։ Շատ լավ հարց տվեցիք, տեսեք, դա հենց հարցը ոչ մեկ չի կարող պատասխանի, որովհետեւ մենք չգիտենք վաղը ինչ կլինի, Աստված շանի, կարա վաղը վնասված լինի, մենք թողենք ու ամեն ինչ կիսատ մնա, բայց կարա հակառակը։ Աստծո փառքով ամեն ինչ լավ լինի, բայց սպորտը գիտեք ոնց է, կախվածություն է դա սպորտը։ Ու երբեք դու չես ուզում սպորտը թողես, մինչև չի հասնում այն դաժան պահը, որ դու ստիպված ես հողել։ Դա կախվածությունը, որ դու միշտ ուզում ես հանդես գաս ռինգում, միշտ ուզում ես երկրից երկիր գնաս մասնակցես մենամարտերի, միշտ ուզում ես երկրի դրոշը բարձրացնել, միշտ ուզում ես ռեկորդներ սահմանել, միշտ ուզում ես այդ մարդիկ հավաքվեն, տենան, ուրախանան, ոգևորվեն։ Դա մի հատ մեծ կախվածություն է, որ դու ինքդ քո մեջ չես կարող հաղթահարես։ Կարծում եմ մեր հետևորդները, ձեր հետևորդները ինչ չեն ների, որ չխոսենք ձեր առաջիկա ծրագրերի մասին։ Այո, առաջիկայում կան շատ ծրագրեր, ունենք ռեկորդներ, սկսեմ ռեկորդներից, ինչպես նաև նշեցի բռնցքամարտերում ունենք շատ մրցաշարեր, բայց ռեկորդների հետ կապված մոտակա ժամանակներում կփորձեմ այս տարի երևի վերջի ռեկորդը սահմանել, դա արդեն կլինի մեծ սենսացիոն ռեկորդ, արդեն ուժային ռեկորդ, այլ ոչ թե առակակ տեղաշարժան, ոչ թե ծանր առակա, այսինքն մեքենա չեմ քաշի, մետրոպոլի մետրո չեմ քաշի, այս անգամ տեսեք ինչա լինելու։ Օթապարիկից մեծ օթապարիկը լինելը օթում, մոտավոր մի 50-60 մետր օթում, դա կլինի երևի 20 հարգոնի շենքից բարձր, պատկերացրեք երիկան օթում պետքա լինի օթապարիկը։ Օթապարիկի տակից լինելու է պտտաձողը, տուրնիկ ասվածը, եւ ես պետք է 1 րոպեում 30-ից ավելի ժիմ անեմ, պատկերացնում եք, համ ես լինել եմ օթի մեջ,
Համոթապարիկը գեղեցիկ տեսան, ես էլ պատած օդի մեջ պատկերացնում եք, պետք է ես ժիմ անեմ 30-ից ավել եւ նոր համաշխարհային ռեկորդի գնամ, դա ռեկորդային մասով։ Իսկ բռնցքամարտի մրցաշարերում տեսեք ունենք շատ մրցաշարեր, շատ կարևոր մրցաշարեր ունեմ Չինաստանում աշխարհի գոտու մրցաշար, որին պետք է շատ լավ պատրաստվեմ։ Երբ եք մեկնել։ Դա կախված է մեկնելը, տեսեք ոնց է։ Ես ունեմ նույն գոտու մրցաշարը կլինի Չինաստան հոկտեմբերի 15-ին եւ կլինի արդեն Ճապոնիայում նոյեմբերի 10-ին։ Հիմա ես պետք է հասկանամ, թե որին կհասնեմ մենամարտ պատրաստվեմ, որպեսզի կանամ լավ հանդես գամ, քանի որ աշխարհի գոտու մենամարտա լինելու պետք է պատշաճ պատրաստվել, թե ֆինանսապես, թե նյութապես, թե ֆիզիկապես եւ թե հոգեպես, շատ կարեւոր։ Այս տարի ես դեռ տենց նմանատիպ մրցաշարի չեմ մասնակցել, ճիշտ է, այս տարի շատ մենամարտեր եմ անցկացրել, բայց դա շատ կարեւոր։ Մենամարտը պետք է գնանք եւ պատրաստվենք այդ մենամարտին։ Պարոն Սաքունց, խոսեցինք մենամարտերի մասին, արդեն բռնցքամարտի կարիերային անդրադառնալով, շատ դեպքերում, երբ մեր մարզիկները ինչ-որ հաջողության չեն հասնում, անհաջողության են մատնվում, շատ դեպքերում մենք այսպես ենք խրախուսում հայերս, որ ոչինչ, կարևորը մասնակցությունն է։ Դուք կիսում եք այդ տեսակետը։ Դե որ հիմա ես եղել եմ բազմաթիվ անգամ, որ պարտվել եմ իրականում։ Տենց ինքս ինձ մեջ եմ ասել, դե կարևոր եկա մասնակցեցի, բայց իհարկե դա պրոստը հույս տալու համար ինքներս մեզ կամ մարդիկ ասում են հույս տալու համար ազոտ, բայց չէ, բոլորս էլ ունենք մենք մեդալի համար են գնում բոլորս էլ։ Նույնիսկ երրորդ տեղի մեդալը, բրոնզե մեդալը, որ վերցնում ես, որ հոգոց ես անում, որ ասում ես լավ է, գոնե մեդալով եմ հետ վերադառնում էլի, չընկա 4-5-րդ տեղ կամ вообще պարտվեցի։ Միշտ ուզում ես որ հաղթանակով վերադառնաս։ Այդ հաստատ իմ կարծիքով սուտ կլինի, որ բոլորը ասեն դե չէ, կարևորը մասնակցեցինք, դա մի քիչ սուտ կլինի։ Պարոն Սաքունց, եւ ուզում եմ հաղորդման ավարտին ձեր հետևորդները առհասարակ մենք հայերս ձեզ միշտ տեսնում ենք հաղթական, հաղթած կարգավիճակում, բայց գիտենք, որ ցանկացած ուժեղ տղամարդ ունի նաև իր թույլ կողմերը։ Ես ուզում եմ բլից հարցերի միջոցով ձեր թույլտվությամբ փորձենք բացահայտել ոչ միայն սպորտսմեն, հա, Յուրի Սաքունցին, այլ նաև մարդ տեսակին։ Ձեր թույլտվությամբ։ Իհարկե, դեմ չեմ։ Ինչի մասին եք երազում։ Երազում եմ, որ բարձրանամ վերև կյանքից հետո բարձ ճակատով լինեմ։ Ով կարող է լինել ձեր ընկերը։ Այն որ ամեն ծանր պահերը իմ կողքին է։ Ինչից եք ամենաշատը վախենում։ Այն որ վերև բարձրանամ, որ դե հանկարծ ինձ հարցնան, ես չեմ անի ինչ պատասխանեմ, այդ չեմ ուզենա ասեմ Աստծո դատաստանից, Աստված որտեղ բարի է, բարեգութ, բայց այդ իմ մեղքերից, այդ դրանից եմ վախենում։ Ինչը երբեք չեք ների։ Այն մարդկանց չեմ ների, ովքեր որ կարան օգնեն մարդկանց ու չեն օգնում։ Հաճախ եք արտասվում։ Ոչ հաճախ։ Բայց ուժեղ մարդիկ արտասվում են, չէ, թաքուն։ Ով է այն մարդը, երբ հուսահատված եք, հուսալքված եւ գնում եք նրա մոտ եւ փորձում այդտեղ կրկին վերագտնել ձեզ։ Մենց հարց տվեցիք, ես միշտ իմ հուսալքված վիճակում ես բազմաթիվ անգամներ եմ հուսալքվել։ Եկեք անուններ չասեմ, էլի ֆիզիկապես մարդկանց չեմ կարող ասել։ Իմ ընտանիքի անդամները, իմ ընկերները, որ կան լավ ընկերներ, որ միշտ գնում եմ, իմ ծնողները, իմ ընտանիքը, իմ անդամները, բարեկամները, շատ մարդիկ, բայց այն լրջագույնը ձև որ հուսահատված ես լինում, միան վերև ես նայում ու առաստված մտածում ես խի հուսալքվեցի ու գիտես որ լավ արինելու հաջորդ օրը իսկ։ Եվ վերջում, եթե ունենայիք կախարդական փայտիկ եւ հնարավորություն ունենայիք ընդամենը մեկ երազանք իրականացնելու, որը կլիներ դա։ Այդ երազանքը կլիներ, այ հիմա ինչ խելք ունեմ, կուզենայի մի 15 տարի հետո, ասենք 16 տարեկան, այս խելքի տերտաղալ լինեի։ Այդ երազանքը կուզենայի։ Շնորհակալ եմ։ Ձեզ նույնպես։ Եվ եթե ունեք խոսք ուղղված ձեր հետևորդներին, մեր հետևորդներին, սիրով ավարտենք մեր զրույցը ձեր խոսքով։ Շնորհակալություն։ Կուզենամ ջերմ բարևներ հղեմ Արամ Ավայանին, իմ ընկերոջը, ով միշտ նույնպես ինձ աջակցում է, որպեսզի իմ երկիրը լավ ներկայացնեմ, իմ կողքին է։ Իսկ իմ հետևորդներին եւ ձեր իմ երկրի հետևորդներին, իմ հայրենակիցներին
իմ հայ ազգին Սփյուռքում ապրող կուզենամ, որ ամենակարևոր լինենք բարի, մեկս մեկին օգտակար լինենք ու ամենակարևորը անտարբեր չլինենք այս կյանքում։ Շնորհակալ եմ։ Ձեզ նույնպես։ Սամվել, դուք մշտապես կանգնած եք պարոն Սաքունցի կողքին եւ թերևս լավագույնս եք տիրապետում նրա հոգեվիճակին, տեսնելով նրան, այսպես ասած, կադրից դուրս, որ Յուրին է ռեկորդ սահմանելու պահին եւ սահմանելուց դուրս։ Իրականում ինքը հետևորդները ոնց տեսնում են, գրեթե նույն մարդն է вообще անփոփոխ։ Յուրին Աստծո կողմից ունի էլի այդ ուժը իրան տրված ու այդ ուժը մենակ ֆիզիկապես չի իր մոտ։ Ինքը այսքան հոգեպես այնքան ուժ ունի, բոլորիս կյանքում լինում է, չէ՞ որ ինչ-որ բան շատ ենք ուզում անենք, բայց հասկանում ենք այդ անհնար է։ Ինքը երևի են հատուկ այդ մարդկանցից է, իր մոտ այդ տենց չի։ Ինքը անհնարը միշտ դարձնում է հնարավոր։ Այսինքն ինչ-որ մի ռեկորդ եթե որոշումա պետք է անի, դե լավ, ասում ենք վտանգավոր է, ասենք վնասված կունենաս եւ այլ, չէ, եթե որոշես մտքին դրես, անելու է դա։ Իսկ ինչ հոգեվիճակում է լինում ամեն անգամ նոր ռեկորդ սահմանելիս, երբ դուք տեսնում եք, հա, նրան կողքից տեսնելով հենց այդ պահին, Բառը չգիտեմ, ոնց երևի մարտական։ Շնորհակալ եմ։ Իսկ մենք հիշեցնենք, որ առավել տեղեկացված լինելու համար Google որոնողական համակարգից կարող եք ներբեռնել իրավունքի հավելվածը եւ առաջինը լինել տեղեկացված ամենաթարմ նորություններից։